Շատ ծնողներից լսում եմ, որ իրենք իրենց հույսը շատ տարբեր հարցերում դրել են ինտերնետի վրա։ Ինտերնետից մենք շատ ինֆորմացիա ենք ստանում եւ ի տարբերություն այն ժամանակ, երբ մենք էինք երեխա եւ մենք էինք ինչ-որ բաներ սովորում, իհարկե հիմա շատ բաներ փոխվել են։ Բայց ասեմ ձեզ, որ երբևիցե ինտերնետը չի սովորացնելու ձեր երեխային իր մարմնի սահմանների, անձեռնխելիության, անվտանգության եւ այլ կարևոր հարցերի մասին, որոնց մասին ես կարծում եմ, որ մեզանից ավելի լավ ոչ ոք չի կարող խոսի իր երեխայի հետ։ Կարծում եմ ծնողներից շատերն են այսօր իրենց առօրյա ժամանակի մեծ մասը անցկացնում ինտերնետում եւ երևի տեսնում եք բավականին ցավալի իրականությունը մեր այսօրվա, սարսափելի սեռական բռնության դեպքեր, որոնց մասին անընդհատ մենք լսում ենք։ Եվ հուսով եմ, որ ձեզանից գոնե յուրաքանչյուրը մեկական անգամ ինքը իրեն տվել է այդ հարցը։ Լավ, բա մենք ոնց անենք, որ մեր երեխան ապահովագրված լինի։ Քանի որ երեխային մենք չենք կարող վտանգների մասին պատմել, մենք չենք կարող երեխային ասել, որ գիտես նմանատիպ վատ բաներ կա եւ ինչ որ ձևով նրան զգուշացնենք, որովհետեւ երեխան ինքը ապրում է իր մանկական աշխարհի մեջ։ Նա պետք է երջանիկ լինի, անհոգ լինի եւ իհարկե վտանգների մասին մենք կարծում եմ իրավունք էլ չունենք իրեն պատմելու։ Հետևաբար մենք պետք է ընտրենք ինչ-որ տարբերակ նրա, որպեսզի առաջին իսկ պահին, երբ որ նա վտանգը զգա, անգամ չհասկանալով, որ դա վտանգավոր է, արդեն իսկ պատրաստ լինի գա եւ մեր հետ խոսի։ Իսկ դրա համար մենք պետք է իրեն տանք այդ հմտությունները մեր հետ խոսելու տարբեր կարևոր բաների մասին, որոնք միգուցե երբեմն ամոթ են երեխայի համար, երբեմն անհասկանալի ու վտանգավոր, կամ նրանք ինտուիտիվ են զգում, որ այդտեղ ինչ-որ բան սխալ է։ Մենք պետք է նրանց համար լինենք այն մարդիկ, ում հետ որ իրենք պատրաստ են ցանկացած վտանգի մասին խոսեն։ Իրականում մեր վրա է դրված պատասխանատվությունը երեխային սովորացնելու հարգել իր մարմինը, ու մենք դա անում ենք։ Մենք անում ենք դա ծնված օրվանից, երբ երեխայի մարմնի հետ վարվում ենք հարգալից, խնամքով, համոզված եմ ոչ մեկ իր երեխային լողացնելուց կամ շորերը փոխելուց ցավ չի պատճառում նրան, անփույթ չի վարվում մարմնի հետ։ Ես շատ եմ լսել տարբեր մեծահասակներից, ովքեր ասում են՝ «Վայ, ես նենց եմ սիրում երեխեքին կծել, վայ, ես կճմտելով եմ սիրում, միչև չեմ կճմտում, որ սենց տեսնում եմ այդ թմբլիկ երեխեքին շատ եմ ուզում կճմտեմ»։ Հասկացամ, այդ քո սիրելու ձևն է, բայց երեխան պարտավոր չի հասկանա ու ընդունի քո մի փոքր ագրեսիվ սիրելու տարբերակները։ Չէ՞ որ երեխան լաց է լինում արդյունքում։ Իսկ եթե լաց է լինում, ինչքան էլ որ նա չգիտակցի, որ դուք իրեն դա սիրելով եք անում, դուք ցավ եք պատճառում իրեն։ Ինչ պետք է անի նման իրավիճակում իմ կարծիքով ծնողը, միգուցեև շատ ժամանակ մաման։ Ուղղակի պետք է երեխային պաշտպանի։ Երեխան պետք է զգա, որ իր մարմնի նկատմամբ անցանկալի, վտանգավոր, ցավ պատճառող գործողությունը դուք կանխում եք։ Ես չեմ ասում, որ ձեր բոլոր բարեկամների հետ սկսեք կռվել երեխայի ծննդյան առաջին իսկ պահից։ Կարելի է դա անել շատ ավելի նորմալ, գրագետ եւ շնորհքով ձևով։ Այսինքն, երբ մտնում է ինչ-որ մեծահասակ, ով որ գիտեք, որ երեխային տհաճություն է պատճառելու, կարելի է այդ պահին ուղղակի չխրախուսել, որ նա դա անի, այլ ուղղակի շնորհքով ասեք, գիտես ինքը մի քիչ հետո երևի կգա, կուզենա, որ դու իրան պաչիկ անես։ Գիտես հոպար, դու որ իրան կծում ես, ինքը շատ է դրանից նեղվում ու սկսելա վերջերս վախենալ քեզանից։ Կամ միջև իսկ հոպարը մոտենա երեխային, կարելի է բարձրաձայն ասել՝ «Վայ, հոպարը եկավ, հեսա երեխան էլի կփախնի, կթաքնվի միտեղ»։ Ինչ որ ձևով գոնե նշան տալ, որ դուք կողմ չեք նմանատիպ վերաբերմունքի։ Հիմա շատերը կարող են մտածել, որ դե լավ, բարեկամա, ամիսը մի անգամ գալիս է, հանդիպում է, պաչում է երեխան եւ այլն, բայց եթե մենք նախապես չենք մտածել մեր երեխայի մարմնի սահմանների, նրա զգացողությունների մասին, մենք կարող ենք չնկատել, իսկ նմանատիպ դեպքերը կարող են բավականին հաճախ հանդիպել։ Ինչ եմ ես հասկանում մարմնի սահմաններ ասելով։ Երեխան շատ փոքր տարիքից պետք է հստակ իմանա, ով կարող է իրեն կպնել, մարմնի որ մասերին կարող է կպնել եւ ինչ նպատակով։ Հիմա մեզան շատերին կարող է թվա, որ դե լավ փոքր երեխան ոնց պետք է նման կարևոր ու բարդ բաները հասկանա, բայց իրական երեխան կարող է հասկանա։ Եկեք անկեղծ խոստովանենք ինքներս մեզ, ով է մեզանից եւ որքան հաճախ երեխային բացատրում, թե բժիշկի գնալուց ինչ պետք է բժիշկը անի իր հետ։ Ես շատ ավելի հաճախ հանդիպում եմ դեպքերի եւ ասեմ, որ մի որոշ ժամանակ ես ինքս էի նման կերպ վարվում, երեխային վերցնում ենք ուղակի գնում ենք բժշկի, ենթադրենք նա հազում է։ Բայց երբևիցե երեխային չենք բացատրում, որ գիտես, երբ որ մենք գնանք բժշկի, բժիշկը ձեռ կտա քո մարմնի այս մասերին, հետո դու այսպես կանես, նա այսպես կանի, այսինքն երեխայի հետ նախապես խոսենք, պատրաստենք եւ ինչ որ չափով նաեւ ստանանք նրա համաձայնությունը, որ իր մարմնի հետ ինչ որ գործողություններ պետք է արվի։ Երբեք չեմ մոռանա մի իրավիճակ իմ մանկությունից, երբ որ մեր դասարան եկան մեզ պատվաստելու։ Ես մոտավորապես դեռահասության տարիքի էի եւ շատ լավ հիշում եմ այդ օրը, երբ որ մենք երկու
դասարան միացրած դաս էինք անում ու պարզվեց, որ պետքա մեզ պատվաստեն, իսկ պատվաստման համար պետքա սրսկում կատարեին ձեռքից։ Իսկ որպեսզի ձեռքից մեզ սրսկում կատարեին, մենք պետքա հանեինք մեր վերևի հագուստը, այսինքն կարողանայինք բացեինք մեր թևը, որպեսզի սրսկումը իրականացվեր։ Եվ իհարկե, մեզ ոչ միայն նախապես այդ մասին չէին զգուշացրել, երկրորդ հերթին ոչ ոք հաշվի չառավ, որ մենք ընդհանուր դասարաններով ենք երկու եւ առավել եւս ոչ ոք հաշվի չառավ, որ դա դեռահասության տարիքն է, երբ առանց այն էլ բոլոր երեխաները, առավել եւս աղջիկները, ունեն իրենց մարմնի փոփոխությունների հետ կապված շատ ամոթ տարբեր կոմպլեքսներ եւ այլն։ Եվ ես երբևիցե չեմ մոռանում այդ օրը, որովհետեւ ես այդ ժամանակ մտա ուղակի սեղանի տակ, թաքնվեցի եւ իմ համար այդ օրը ամոթալի էր ոչ միայն նրա համար, որ ուղակի այդ երևույթը պետքա կատարվեր, այլ նրա համար, որտեւ ես պարզապես թաքնվեցի սեղանի տակ եւ որքան էլ իմ անունը ընթերցեցին բարձր, ես միևնույն դուրս չեկա սեղանի տակից։ Իսկ ասեմ ձեզ ինչ եղավ հետո։ Մի քանի օր հետո ուղակի կանչեցին ինձ բուժքրոջ սենյակ եւ պատվաստումս իրականացրեցին այնտեղ։ Ու ես հետո մեծանալուց հետո սկսեցի մտածել, լավ, եթե հնարավոր էր շատ ավելի հանգիստ պայմաններում, աղջիկներին առանձին տղաներից, որպեսզի ավելորդ կոմպլեքսներ չստեղծեն, չէ՞ որ դպրոցը պետքա որ իմանար այդ տարիքի առանձնահատկությունների մասին։ Եթե այդ ամենը կարելի էր իրականացնել, ինչի չէին անում։ Ինչի, եթե մեզանից շատ ժամանակ չի պահանջում, անգամ եթե դուք երեխային վերցրել եք ու արդեն մեքենայի մեջ նստած եք կամ երթուղայինում ու ճանապարհվում եք դեպի բժիշկ, դուք կարող եք այդ ընթացքում իրեն ասել, գոնե որ իր մարմնի հետ ինչ որ գործողություններ են կատարվելու։ Քանի դեռ նրանք փոքր են, բավական է իրանց ընդհանրապես բացատրել մարմնի սահմանները ինչ որ մեկի գրկելու, տհաճ հպումների, համբույրների եւ այլնի օրինակով։ Բայց մարմնի սահմանները ու անձեռնմխելիությունը մի թեմա է, երևի որին մենք պետքա յուրաքանչյուր տարի երեխայի կյանքի անդրադառնանք, որովհետեւ 3 տարեկանում դուք խոսում եք երեխայի հետ մարմնի սահմաններից մի կերպ, 4-ում, 5-ում, 6-ում մի այլ կերպ եւ իհարկե մեծանալուն զուգընթաց փոխվում է մեր խոսակցության նյութը։ Մարմնի սահմանների մասին խոսելիս ես նաեւ նկատել եմ, որ շատ ժամանակ մենք խոսում ենք երեխային սպառնացող վտանգների մասին, բայց մոռանում ենք խոսել, որ երեխան ինքը պետքա հարգի նաեւ դիմացինի մարմնի սահմանները։ Պետքա չմոռանանք իրեն նաեւ զգուշացնենք, որ ինքն էլ իրավունք չունի դիմացինի մարմնի տվյալ մասերին կպնելու։ Կարծում եմ դա իրականում բնազդորեն է լինում, բայց մենք ավելի շատ անհանգստացած ենք նրանով, որ մեր երեխային վտանգներ չսպառնան եւ որ մեր երեխան ապահովագրված լինի։ Եվ երբևիցե թույլ չենք տալիս այդ միտքը մտածելու, որ միգուցե մեր երեխան նմանատիպ վտանգավոր կամ սահմանները հատող վարք դրսևորի։ Բացի նրանից, որ մենք հույսներս դրել ենք, որ երեխաները շատ բաներ են սովորում ինտերնետից, բայց նաև չենք վերահսկում այն, թե նրանք իրականում ինչ են սովորում ինտերնետից։ Եվ եթե դուք ինքներդ սկսեք փնտրել այդ ինֆորմացիան կամ ուշադրություն դարձնեք, թե երեխան ինչ որակի ինֆորմացիայի է տիրապետում եւ ինչ ինֆորմացիա իրեն հասանելի, ապա շատերդ կհասկանաք, որ երեխան տեսնում է բավականին աղավաղված ինֆորմացիա, թե սեռական հարաբերությունների մասին, թե մարմնի սահմանների մասին եւ ցավալի փաստ կա այսօր, որ իհարկե տարիքը շատ փոքրացել է, ցանկացած բանը շատ ավելի շուտ ենք մենք հիմա նկատում, թե ֆիզիոլոգիական փոփոխությունները, թե երեխաների մոտ հասուն վարքի դրսևորման ձևերը եւ իհարկե նաեւ հետաքրքրությունը սեռական հարաբերություններով եւ ցավալի է միգուցե շատերիս համար, բայց նաեւ փորձը։ Եվ քանի որ մենք պետք է հասկանանք մի բան հստակ, որ ուղղակի արգելելով մենք այսօր ոչ մի արդյունքի չենք հասնի։ Չեմ խոսում նրա մասին, որ մենք պետք է խրախուսենք մեր երեխաներին շուտ փորձ ձեռք բերել, բացարձակ, բայց նաև արգելելը դա լուծում չի հարցի։ Եվ հետևաբար այստեղ մեր պատասխանատվությունը երեխային ապահովագրելու, իր անվտանգությունը ապահովելու միանշանակ մեզ վրա է դրվում։ Երեխան պետք է սովորի ինչ որ տեղից, հույս ունեմ իհարկե ծնողից, թե երբ է այդ ամենը փորձարկելու ճիշտ ժամանակը, ճիշտ անձը, ճիշտ հարաբերությունները եւ մնացած շատ այլ կարևոր հարցերի մասին։ Ինչքան ինֆորմացիան շատ ավելի հասանելի է դառնում երեխաների համար, մեր պարտականությունը երեխայի հետ այդ ամենի մասին խոսելու շատ ավելի մեծանում է, պահանջը շատ ավելի սրվում է, որովհետեւ ի վերջո մենք պետք է լինենք այն մարդիկ, որ երեխան ցանկացած իր տեսածը, լսածը, սովորածը քննարկելու հնարավորություն պետք է ունենա, որովհետեւ ի վերջո մենք ենք փորձառու, մենք ենք մեծ,
Մենք կարող ենք արդեն խոսել ճիշտի եւ սխալի ինչ-որ իրավիճակներում, լավի եւ վատի, վտանգավոր եւ անվտանգ հարաբերությունների մասին։ Հետևաբար խոսելով երեխայի հետ ցանկացած բանի մասին, մենք ուղղակի հուշում ենք իրեն, որ մենք բաց ենք եւ պատրաստ ենք իրեն լսել, պատրաստ ենք իրեն ընդունել եւ հետագայում իհարկե բոլորս հույս ունենք, որ մեր երեխան երբևիցե ոչ մի խնդրի առաջ չի կանգնի, բայց ամենևին էլ ոչ մեկս ապահովագրված չի նմանատիպ իրավիճակներից։ Հետևաբար մենք պետք է ուղղակի ցույց տանք իրենց, որ բաց ենք եւ պատրաստ ենք ու իրոք պատրաստ լինենք ընդունել իրենց, լսել համբերատար ու դրանից հետո փորձել առանց նախատելու իհարկե ու գովելու մեր փորձառու կյանքը օգնել իրենց կողմնորոշվելու շատ տարբեր իրավիճակներում։